Բարև ձեզ, Արարատ հեռուստաընկերության եթերում շտապ օգնություն հաղորդաշարն է, մենք խոսում ենք ամենակարևորի մարդու առողջության մասին, հարգելի հեռուստադիտողներ, եւ եթե դուք էլ ունեք հարցեր, կարող եք մասնակցել մեր հաղորդմանը, մենք աշխատում ենք ուղիղ եթերում, մեր հեռախոսահամարն է 54 89 34, իսկ էլեկտրոնային փոստի հասցեն շտապ օգնություն շնիկ Արարատ գծիկ tv.am Այսօր կրկին հետաքրքիր թեմա ենք քննարկելու, խոսքը նորից հոգեբանական առողջության մասին է, այս անգամ դեռահասների եւ ձեզանից շատերի խնդրանքով մեր տաղավար ենք հրավիրել հոգեբան Սոլանժ Թամամյանին։ Հիշեցնում եմ մեր հեռախոսահամարը 54 89 34։ Բարև ձեզ Սոլանժ։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալ եմ, որ ժամանակ տրամադրեցիք եւ եկաք մեր հաղորդմանը հյուր։ Մեր հեռուստադիտողներից շատերը, հատկապես մայրիկներ, անհանգստացած են իրենց դեռահաս երեխաների հետ իրենց հարաբերություններով եւ խնդրել են անձնապես, որպեսզի հրավիրենք հոգեբան եւ քննարկենք դեռահասների հոգեբանությունը։ Խնդրում եմ ասեք, ինչով է այն առանձնանում։ Մենք մի քանի անգամ ունեցել ենք դեռահասների առողջությանն ընդհանրապես վերաբերող թողարկումներ եւ գիտենք, որ սա կյանքի այն շրջանն է, որ մարդը ֆիզիոլոգիապես, ֆիզիկապես եւ նաեւ հոգեբանորեն որոշակի փոփոխությունների է ենթարկվում։ Ինչ փոփոխություններ են դրանք եւ ինչն է, որ այդքան անհանգստության պատճառ է դառնում։ Շնորհակալություն, հարցը իսկապես արդիական է, քանզի շատ դեպքերում դեռահասության տարիքն է, որ անհանգստության պատճառ է առաջացնում ծնողների մոտ, եւ կուզենայի ասել, որ լավ կլիներ, որ հայրիկներն էլ ավելի մտահոգվեին այդ թեմայով, չթողնելով միայն մայրիկներին միայնակ դեռահասների խնդիրների հետ, քանի որ իրենց ներգրավվածությունը շատ կարևոր է տղաների զարգացման համար, ինչպես նաեւ աղջիկների ինքնության ճանաչման համար նպաստավոր է նաեւ հայրիկների ներգրավվածությունը, լավ կլինի, որ մայրիկները զերծ չմնան եւ ներգրավեն հայրիկներին խնդիրներին արձագանքելու համար։ Ինչպես արդեն Կանե ջան նշեցիք, որ ֆիզիոլոգիական տարբեր փոփոխություններ են լինում են նաև հոգեկան, հոգեբանական զարգացման փոփոխություններ եւ սոցիալական դերի փոփոխություն, քանզի երեխան հենց այդ տարիքում է, որ մանկությունից անցում է կատարում դեպի հասուն ժամանակաշրջան, հասուն տարիք եւ դեռահասության տարիքը ինքնին բառն է ասում դեռհասուն չեն, չեն բառը չկա, հա, բայց դեռ հասուն չեն երեխաները եւ այդ կռիվը մեծահասակի եւ մանուկի կռիվը ներքին պայքարի է հանգեցնում եւ արտաքին փոփոխությունների պայքարի է ներքին, այսինքն երեխան ներքին իր եսի ընկալման, քանի որ մինչ այդ ինքը գիտեր ինքը ով է, ինքը ինչպիսին է, միջավայրը իրենից ինչ է սպասում, ընտանիքը ինչ սպասումներ ունի, ինչ ինքը պետք է անի։ Իսկ այս տարիքում ինքը օրգանիզմը, ֆիզիոլոգիական փոփոխությունները, հորմոնալ փոփոխությունները, ֆիզիկական փոփոխությունները, որը տեղի են ունենում իր մարմնի հետ, այս ամենը երեխան պետք է ընդունի, նկատի, հասկանա, որ այդ փոփոխությունները լավ փոփոխություններ են, հարմարվի այդ փոփոխությունների հետ, իսկ ինքնաճանաչման փաստորեն ավելի բարձր մեծ, այո, բախումների տարիք է, որտեղ որ կարելի է ասել մանկությունը քիչ-քիչ նահանջում է եւ գալիս է այն պատասխանատվության շրջանը, որ ինքը պետք է պատասխանատվություն ստանձնի իր ապագայի հանդեպ։ Ընկալի ինքը ինչպիսին է, ինքը ով է, ինքը ուր է ուզում գնալ, ինչ է ուզում դառնալ, իսկ այս ամենը պետք տեղի ունենում, կատարվում է մեր մեծահասակների արձագանքի հիման վրա, հատկապես ընտանիքի անդամների եւ հատկապես ծնողների, ումից պետք է ասեմ, ինչու են գալիս պատասխանելով ձեր հարցին, ինչու են այդ խնդիրները առաջանում, ինչու են ծնողները անհանգիստ, որտեվ այս տարիք առանձնահատուկ է նրանով, որ երեխան հեռվանում է ծնողներից։ Եթե մինչ այդ երեխայի համար ծնողները առաջին եւ միակ հեղինակությունն էին հանդիսանում եւ ցանկացած ծնողի կարծիք, պահանջ, առաջարկ ընդունվել է, հաշվի է նստել երեխան դրա հետ, ապա այս տարիքում ինքը հակազդում է այդ կարծիքի հետ, այդ առաջարկի հետ եւ դիտարկվում է որպես նախատինք, իսկ ցանկացած նախատինք ընդունվում է ասեղներով
երեխան հակազդում է, քանի որ ուզում է հեռանալ ծնողներից, որպեսզի հասկանա ինքը ինչպիսինն է առանձին։ Ավելի ինքնուրույն որոշումներ կայացնելու, ինքնուրույն որևէ բանի հասնելու շրջան է փաստորեն սկսվում։ Սովանջ, սովորաբար այդ բախումը, որ ծնողները եւ ինչու ոչ, նաեւ մեծ ծնողները, հա, մենք գիտենք, որ մեր ընտանիքներից շատերում նաեւ տատիկներն ու պապիկներն են եւ նրանք գուցե մի քիչ ավելի հեռու են դեռահասների հետ խնդիրներից, բայց անընդհատ մեջբերում են այն խոսքը, որ մենք այդպես չենք եղել, մեր ժամանակ այդպես չի եղել, հիմա սերունդն ուրիշ է եւ այլն։ Կարծես անընդհատ հիմա սերունդն ուրիշ է այդ արտահայտությունը դարձել է հերթապահ արտահայտություն ցանկացած, նույնիսկ ես մտածում եմ, որ ասենք այս տարի 10-րդ դասարանն ավարտած աղջիկը կարող է մյուս տարի ավարտածին ասել մեր ժամանակ այդպես չէր։ Խնդրում եմ ասեք իրականում որքան են այդ տարբերությունները, հա, երբ կարելի ասել, որ իրենց ժամանակ այդպես չէր, իսկ այս ժամանակ այսպես է, եթե կա նման բան, եւ նաեւ թե ի վերջո որքան է տևում դեռահասություն կոչվածը։ Դա զուտ ֆիզիոլոգիապես է գնահատվում, թե հոգեբաններն ունեն իրենց գնահատականը։ Սկսեմ երևի թե վերջին հարցից, ֆիզիոլոգիական իսկապես տարիքը սկիզբը դրվում է 10 տարեկանից արդեն, որովհետև եթե անցյալում դա 12-13 տարիքներ համարվում դեռահասության վաղ դեռահասության սկիզբ, ապա հիմա արդեն 10 տարեկանը համարվում է վաղ դեռահասության տարիք, քանի որ փոխվում է զարգացման տեպը, փոխվում ենք մենք աքսելերացիայի հետևանքով, այո, այդ տարիքը բավականին իջել է, չնայած դասական վերցնում ենք 12-ից մինչև 18 տարեկանը, որտեղ մի փոքր, այսպես ասած, այդ բախումները, գերգրգռվածությունը ավելի հանգիստ տեմպ է ընդունում, մարդը ավելի հանգստանում է, ինչ որ բաներ ավելի ակնհայտ ու որոշակի են դառնում անձի համար եւ կրկին վերսկսվում է 20-ից 21 տարեկանում, որտեղ անձը մի հատ էլ է վերանայում իր արժեքները, 2 տարի հանգիստ է լինում նորից, այո, եւ վերջնական անձի հաստատումը, հա, հաշվում են 21-22 տարեկանը։ Այո, այսինքն միջին դպրոցից սկսած, ծնողը պետք է մինչև 21-22 տարեկանը, թեկուզ եւ ասենք այդ դեռահասը, ասենք թե 20 տարեկանում ամուսնացել է, բայց ծնողը պետք է պատրաստ լինի, հա, որ նա հնարավոր է դրսևորի ինչ որ դեռահասային վարքագիծ։ Այո, կարող է։ Այո, նման բաներ կարող են լինել, իհարկե անձից ելնելով այդ այն ամենը ինչ ասում եմ խիստ անհատականացված է, որովհետև մենք խառնվածքով բնավորությամբ բոլորը շատ տարբեր ենք եւ յուրաքանչյուրս յուրովի ենք արձագանքում մեծահասակների եւ միջավայրում մեր տեղի ունեցած ցանկացած փոփոխությունների։ Հա, սկսեցինք նրանից, որ ֆիզիոլոգիայի հետ կապված բնականաբար հոգեբանական այս փոփոխությունները տեղի ունենում այդ տարիքից եւ այն միտքը, որ ասեցիք, սերունդների կռիվը բնականաբար մշտապես եղել են պատմականորեն, միշտ եղել են, իսկ այն, որ այդ տարիքը շատ արդեն մոտեցել է, կախված է իհարկե կյանքի տեմպի եւ զարգացման հետ, տեղեկության փոխանցման տեմպի հետ, ինչքան հասանելի է տեղեկությունը բոլորից եւ ինչքան հեշտ է մարդ կարողանում տեղեկանալ, կարդալ, տարբեր աղբյուրների հետ գործ ունենալ, ընտրություն կատարել, այդ տեղեկությունը մեզ թույլ է տալիս, որ մենք ավելի շատ բաների մասին սկսենք մտածել եւ այդ փոփոխությունները բնականաբար ավելի շուտ են գալիս, ինչպես նշեցիք 10-րդ դասարանցին կարող է ասել մենք այլ էինք։ Բայց պատասխանելով ձեր հարցին, արդյոք մենք այդպես չէին, ուզում ենք ասել, որ յուրաքանչյուրս էլ այսպես էինք եւ կրկնելով իմ միտքը, որ յուրաքանչյուրս յուրովի այդպես էինք, կարող ենք հիշել եւ չհիշել, որտեվ ես շփվում եմ շատ մարդկանց հետ, մի քանիսը կամ որ կարող են ասել, ես այդպիսին եմ, ես հիշում եմ, թե ինչեր եմ արել իմ ծնողների գլխին։ Այո։ Եվ կան մարդիկ, որ ասում են, չէ, ինձ հետ այդպես չի եղել, մենք ուրիշն ենք։ Բանը նրանում է, որ այդ տարիքում նախ մեզ համար այդ ամենը ինչը կատարվում է մեզ հետ այնքան բնականon է ու ճիշտ ենք մենք համարում, որ այդ տարիքում սխալ են մնացած բոլորը, ոչ թե մենք։ Մենք կասենք, որ մեր ծնողներ սխալ մեզ հետ շփվում, որ մեզ չէին հասկանում։ Այդ տարիքում ես մենակ էի զգում, շատ դեպքերում կարող են մեծահասակներ ասել իրանց դեռահասության տարիքի մասին, որ ինքը սիրում էր մենակ մնալ, կամ որ ինքը գտել էր իրեն լավ ընկերներ, ու այդ ընկերների միջավայրում էր միայն ինքը իրեն լավ զգում եւ ոչ ծնողների, ընտանիքից ոչ ոք իրեն չէր հասկանում։ Եվ քանի որ այդ տարիքում մեր ընկալումը այնքան
բնական է մեզ համար, այնքան ճշմարիտ մեր անհատական ընկալումից, որ մենք ասում ենք մենք այդպիսինը չենք եղել։ Սխալ են մյուսները։ Իսկ երբ որ մենք ծնող ենք արդեն, մենք հասկանում ենք եւ ընկալում ենք ծնող դերից եւ ասում ենք այսպեսին մենք չենք եղել, այսինչ երեխաներ են, իրանք ինչքան անհանգստություն են պատճառում, բայց ոչինչ չի փոխվում, ընդամենը փոխվում է դիրքերը, այո, դերերը, իսկ այս տարիքում փոխվում են նաև դերերը, որովհետև մեծահասակը սկսում է 12-ից, 15, 16 տարեկանից պահանջել մեծահասակին հարիր որոշումներ, ասելով, որ դու արդեն մեծ ես։ Այո։ Մենք բարձրաձայնում ենք դու արդեն մեծ ես միտքը, բայց վերաբերվում ենք որպես երեխայի։ Թելադրում մեր, պահանջում մեր տեսակետը։ Ճշմարիտ եք նշում։ Ուզում եմ ասեմ, որ ասելով որ այ մտածիր թե դու ինչ ես դառնալու եւ երեխան երբ որ բարձրաձայնում է իր մասնագիտությունը օրինակ կարող է ասել ես ուզում եմ նկարիչ լինել կամ երգիչ ծնողը ասում է չէ լավ մտածիր դա լավ մասնագիտություն չէ ինչ ես դու անելու այսինքն չի ընդունում չի հարգում տվյալ պահին երեխայի դեռահասի ընտրությունը եւ դրանով իսկ ասելով հա ենթատեքստային միտքը նա է որ դու դեռ պատրաստ ես ինքնուրույն որոշում կայացնելու իսկ դեռահասը ձգտում է ինքնուրույն որոշում կայացնելու։ Իդեպ Սոլանժ ներողություն, որ ձեզ ընդհատում եմ, ես առանձնացրել եմ այն հարցերը, որ էլեկտրոնայինով եւ նաեւ զանգերով ստացել ենք, մի այդպիսի հարց ունենք։ Ասում է, հենց տղաս դարձավ, չէ, սա չէ, մի վարքյան, իմ տղան այս տարի ավարտել է դպրոցը, բայց դեռևս մասնագիտական կողմնորոշում չունի, նա լավ է սովորել, գրեթե բոլոր առարկաները, կարող է ընդունվել բու, բայց ասում է, որ անիմաստ է համարում։ Իսկ մենք անիմաստ ենք համարում, եթե չդիմի, խնդրում եմ ասեք, հոգեբանը կարող է օգնել նրան կողմնորոշվելու հարցում։ Կարծում եմ հոգեբանը կարող է օգնել, եթե կասկածի ենք դնում այն հարցը, որ նա կողմնորոշված չէ։ Հնարավոր է, որ երեխան կողմնորոշված է եւ իր կողմնորոշումը ինքը արդեն ասում է, որ ինքը չի ուզում դիմել բու այս տարի եւ հարկավոր է լսել, թե ինքը այդ տարին ինչ է ուզում անել, ինչի վրա է ուզում ծախսել իր ժամանակը, որը տրված է իրեն։ Տեսեք, նման իրավիճակում ծնողը չի ուզում ընդունել այն, որ երեխան ընտրել է չընդունվելու տարբերակը, չդիմելու, այո, տարբերակը, որը անընդունել է, անցանկալի է ծնողի համար։ Շատ դեպքերում մենք մեծահասակները ծնողի դերում ունենում ենք սպասելիքներ։ Եվ երբ որ այդ սպասելիքները չեն իրականանում, մենք այդտեղ խնդիր ենք տեսնում արդեն։ Մենք արդեն սկսում ենք ճնշում գործադրել, փնտրել ինչ-որ պատճառներ, ինչու մեր երեխան տարբերվում է մյուսներից, որովհետև մենք գիտենք, որ գոյություն ունեն կյանքի զարգացման ստանդարտներ, կանոններ, եւ եթե մեր երեխան ինչ-որ մի բան այնպես չի ասում, հետեւաբար այստեղ խնդիր կա եւ պետք է դիմել մասնագետի։ Անհանգստությունը կարող եմ հասկանալ, ծնողի կարող են դիմել մասնագետի բնականաբար, որպեսզի հասկանան եւ ամրապնդեն իրենց համար, որն է երեխայի ընտրության նմանատիպ պատճառը, որտեղ կարող է իսկապես ինքը դեռ չի կողմնորոշվել, չի հասկանում, կարիքը կա իրեն աջակցելու, որ ինքը կարողանա հասկանալ իր նախասիրությունները, հետաքրքրությունները, կարողությունները, որ հասկանա, թե ինքը որ ոլորտում է ուզում զարգանալ։ Եվ եթե հոգեբանի մոտ գա, գուցե հոգեբանը փորձի եւ հաջողվի նաեւ հա նրան բնականաբար, այո, կարող է, որտեվ ինչպես դուք ասեցիք, նշել են հարցի մեջ, շատ լավ սովորել է երեխան եւ նմանատիպ հարց առաջանում է նաեւ շատ լավ եւ բոլոր առարկաներից հաջողություններ ունեցող երիտասարդների մոտ, քանի որ ամեն ինչ իրենց հետաքրքրում է եւ կանգ առնել մեկ ոլորտի վրա իրենց համար շատ դժվար խնդիր է դառնում, որովհետեւ իրենք պատկերացնում են, որ այդ մի կոնկրետ ոլորտում իրանք պետք է աշխատեն գրեթե իրենց ողջ կյանքը։ Այստեղ այո, կարող է հոգեբանական աջակցությունը օգտակար լինել։ Սոլանժ, դուք նաև աշխատում եք հենց մեր քաղաքի, հա, հանրապետության ամենահայտնի կրթական համակարգերից, կրթական կենտրոններից մեկում, այդ դպրոցում եւ շփվում եք հիմնականում հենց լավ սովորող երեխաների հետ, հա։ Խնդրում եմ ասեք, այնուամենայնիվ, որպեսզի մեր ծնողների մոտ այն տպավորությունը չստեղծվի, որ եթե երեխան լավ է սովորում, նա ոչ մի խնդիր չի ունենում իր ծնողների հետ։ Ձեր աշակերտները
ձեզ ինչ հիմնական հարցերով են դիմում եւ ընդհանրապես ճիշտ է այն տպավորությունը, որ եթե դեռահասը հասնում է հոգեբանի կաբինետ, դա միայն դեռահաս ծնող, դեռահաս մանկավարժ շրջապատ կոնֆլիկտից, այսինքն այլ անձի հետ, հատկապես ծնողների հետ հարաբերությունների ոչ այնքան հանդարտ ընթացքից։ Կարող է լինել այն ամենը, ինչ որ դուք նշեցիք, կարող է լինել նաև ինքը իրեն տրվող հարցերը, որովհետև ինքը ճանաչում է իրեն, վերագնահատում է այն արժեքները, որը մինչ այդ ունեցել է, նոր աշխարհայացք է ձևակերպում, նոր ձևով է նայում աշխարհին, այդ իսկ պատճառով իր մոտ ինքնին կարող է հարցեր առաջանալ ով եմ ես եւ ինքը նախընտրի կիսվել այդ հարցով մտահոգությամբ հոգեբանի հետ, որտեղ որ չկան սպասելիքներ, որտեղ չկա գնահատական, կա մեկը ով լսում է իրեն եւ լսելու հետ միասին ինքը ուղղակի լսում է ինքը իրեն։ Եվ այդ ժամանակ ուղղորդող հարցերը ընդամենը օգնում են իրեն, որ ինքը կարողանա այլ տարբերակով մոտենալ իր իսկ նույն խնդրին։ Այդ պարագայում ինքը կարողանում է այլ տեսանկյունից նայել այն խնդրին, որը ինքը բարձրաձայնել է, եւ կարողանում է ինքնուրույն լուծումներ գտնել։ Իսկ այդ դեպքում առաջանում է այսպես ասած կախվածություն հոգեբանի կաբինետից, հոգեբանին դիմելուց, որովհետև մեր նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ էլի հոգեբան էր, բայց հյուրը մեր, բայց ավելի փոքր տարիքի երեխաների հետ կապված հարցերն էին քննարկում, ծնողները անհանգստանում էին, որ գուցե ստեղծվի այնպիսի իրավիճակ, որ երեխան անընդհատ ուզի գնալ հոգեբանի մոտ եւ ինքնուրույն չկարողանա վերլուծել իրավիճակը։ Իրականում հոգեբանական խորհրդատվությունը, հոգեբանի հետ աշխատանքը, եթե առաջացնում է կախվածություն, դա նշանակում է, որ ինչ-ինչ բաներ սխալ ճանապարհով են ընթանում, քանի որ հոգեբանի հետ աշխատանքը տանում է դեպի ինքնուրույնություն, ոչ մի դեպքում կախվածության։ Սակայն աշխատանքի առաջին օրերին, առաջին փուլում նման ոգևորություն կարող է առաջանալ, որը մեծահասակը կարող է կոչել որպես կախվածություն, քանի որ առաջին հանդիպումներին մարդը հոգեբանի մոտ գնում է հաճույքով, քանի որ գտնում է մեկին, ով լսում է իրեն ուղղակի առանց գնահատելու եւ քննադատելու։ Եվ փոքրիկների մոտ հատկապես կարող է այդ ոգևորությունը շատ ակնառու լինել եւ ծնողը նման անհանգստություն բարձրաձայնել, սակայն ժամանակի ընթացքում բնականաբար այդ ոգևորությունը ավելի մարելու է եւ երեխան գտնելով իր հետաքրքրող հարցերի, որտեղ փոքրիկներն էլ ունեն իրենց հետաքրքրող հարցեր, իրենց անհանգստացնող նյութը, վախեր ունենում, այդ խնդիրներին լուծում տալով իրենց հեռանում են հոգեբանից, իսկ եթե առաջանում է կախվածություն, բնականաբար այնտեղ ինչ որ աշխատանք սխալ է արվել։ Հասկանալի է։ Մտավախությունները ամեն դեպքում տեղին չեն, առաջին օրերի համար այո, ոգևորությունը կարելի է որպես գնահատվի, բայց սխալ գնահատական է դա, որ դա կախվածություն է։ Հասկանալի է։ Սոլանջ, փաստորեն եթե ես ճիշտ եմ նկատում, այն դեպքերի մեծամասնությունը կամ տանում են նրան, որ երեխաները դառնում են ագրեսիվ, արդեն դեռահասության տարիքում կամ ինքնամփոփված, չեն ուզում որևէ մեկի հետ շփվել կամ մաքսիմում ինչ որ մի ընկերուհու հետ, ընկերոջ հետ են ուզում շփվել եւ այլն։ Խնդրում եմ ասեք, ինչ անի այս դեպքում ծնողը։ Մենք կարծես այնպես ստացվեց, որ ծնողը անընդհատ պետք է լինի հասկացողի դերում, ունենա այդ տակտիկան, որ ճիշտ գնահատի իրավիճակը եւ ընդունի, որ 18 կամ մաքսիմում 21 տարեկանից հետո արդեն ամեն ինչ կհարթվի, բայց չէ որ նա երեխայի հետ կոմունիկացիայի մեջ է նաեւ հենց այդ դժվար պահերին, ինչպես իրեն պահի այս դեպքում ծնողը։ Գնահատելով եւ հասկանալով, որ գերգրգռվածությունը, ագրեսիվ դրսևորումները, ագրեսիվ արձագանքը, բորբոքված լինելը, բարձր տոները, դրանք տարիքային առանձնահատկություններ են, մեծահասակը ծնողը կարող է դրան անդրադառնալ, գնահատել որպես առանձնահատկություն կոնկրետ այս ժամանակահատվածի համար յուրահատուկ եւ գործ ունենալ ամեն դեպքում դրա հետ, ոչ թե ասել դե լավ, այսպես է, կմեծանա կանցնի։ Այս դեպքում էլ ծնողը հեռվանում է երեխայից, իսկ երեխան մշտապես կարիք ունի ծնողի աջակցության, այո, եւ հուզական կապի եւ աջակցության ու հուզական այդ ապրումակցման։ Այդ իսկ պատճառով լավ կլինի, որ ծնողը մշտապես հարգի երեխայի տրամադրությունը, երեխայի ընտրությունը շփվել,
թե մեկուսանալ եւ ժամանակ առ ժամանակ ուղղակի դիմել իրեն հարցով ինչով կարող է նա օգտակար լինել իրեն, ասել որ այն ամենը ինչը տեղի ունենում իր հետ շատ ծանոթ է իրեն, ինքը հասկանում է այդ բուրըն հուզական պորտկումները, այդ փոփոխությունները հանգիստ հանդարտ վիճակից մեկ էլ անսպասելի զայրույթ եւ բարձր ձայնի տոներ եւ ծնողը ամեն դեպքում անցել է այդ ճանապարհը եւ իմանալով արդեն որ շատ յուրահատուկ է այս տարիքին, ասելով այս բառերը ուղղակի փոխանցում է իր երեխային, որ այդ ամենը ինչը որ տեղի ունենում իր հետ ծանոթ է իրեն, հասկանալի է իրեն եւ ոչ մի մեղադրանքի կամ քննադատության չի արժանացնում նա երեխային, որ այս ամենը շատ բնականon երևույթներ են, որոնք այս պահին են, իսկ հետո միևնույնն է նա այն նույն երեխան է, որ ինքը գիտի, ծանոթ է եւ մշտապես իր կողքին է եւ երբ որ իրեն պետք լինի, ինքը կարող է օգնությամբ դիմել ծնողին։ Այդ պարագայում ընտրությունը թույլ է տալիս երեխային, որ երբ որ նա կարիք կունենա հարցում հղելու, հարց ուղղելու իր ծնողին, մոտենա եւ այդ հարցերը տա, որին ծնողը պետք է պատրաստ լինի ինչ-ինչ պատասխաններ տալու կամ հետաձգելու, եթե չունի պատասխանները կոնկրետ։ Ավելի ճիշտ է հետաձգել եւ ասել, որ իրանք կարող են միասին հետազոտել այդ հարցի պատասխանը միասին գտնել, քան որպեսի չկորցնել հեղինակությունը, ինչ որ մի բան այդ պահին, այո, սխալ պատասխան տալ կամ հնարել է։ Պահին ինչ որ մի բան։ Ես ընթերցեմ նաև մյուս հեռուստադիտողի հարցը, ասում է իմ աղջիկը շատ լավ էր սովորում դպրոցում, ավագ դպրոցը փորձության շրջան դարձավ, նա սիրահարվեց եւ վերջ մոռացավ դասերի մասին, խնդրում եմ ասեք ինչպես պահեմ ինձ, որպեսզի գոնե վերջին դասարանում կարողանամ օգտակար լինել նրան, ես չեմ ուզում նա հենց դպրոցն ավարտի եւ ամուսնանա, որպես ծնող շատ եմ ցանկանում, որ հետագա կրթություն ստանա եւ աշխատի, նաեւ սիրահարվելն է այս տարիքին շատ բնորոշ եւ ծնողները երևի նաեւ հիշելով իրենց սիրահարված վիճակները, հա, դեռահասության տարիքում այնուամենայնիվ ուզում են, որ երեխաները կրթվեն, շարունակեն Ինչպես դուք ասում եք, հնարավոր է նաև որ ծնողի փորձն է կրկնում երեխան, այդ իսկ պահով երևի թե մտավախություն է առաջացել ծնողի մոտ, որ հանկարծ երեխան վաղ տարիքում չամուսնանա եւ կարիերայով չշարունակի փաստորեն զարգանալ։ Ուզում եմ ասել, որ այս տարիքում ուսումնական մոտիվացիան ընկնում է բավականին եւ ուսումնական գործընթացը անցնում է երկրորդ պլան ընդհանրապես, իսկ առաջին տեղում է շփում հասակակիցների հետ, տարբեր հետաքրքրությունների խմբերի հետ, առաջանում է նաև սիրահարվածությունը, որովհետև այս տարիքում առաջանում է հետաքրքրություն հակառակ սեռի հանդեպ եւ հարցից արդեն զգացվում է, որ ծնողը ահագին, բավականին առաջ է ընկել ժամանակից, երեխան դեռ տարիներ ունի ավարտելու համար, իսկ մայրը արդեն պատկերացնում է, որ նա ավարտել է ու ամուսնացել է, սակայն այդ ժամանակը իր կյանքում դեռ չի եկել։ Եվ ինչքան կտևի սիրահարվածությունը, ոչ ոք չի կարող ասել, կանխատեսել, այս պահին է երեխան սիրահարված, այս պահին է ինքը մի փոքր երկրորդ տեղ դրել իր ուսումնական գործընթացը, որը կրկին ծնողի հասկանալու պարագայում ընդունելու այն ընտրությունը, որ իր աղջիկն է արել, որ այս պահին իր համար կարևոր է այդ երիտասարդը, իր կյանքի ամենակարևոր մի բանը այդ զգացումն է, սիրահարվածությունը, հարգելով այդ զգացողությունը, հարգելով այդ ընտրությունը, հուզականությունը, ծնողը ավելի կօգնի երեխային, ոչ թե կդրթի նրան, որ ինքը տարիքին յուրահատուկ պահվածքով, մերժումով ցանկացած ծնողի տրված սցենար եւ նեգատիվիզմի մեջ ընկնելով մերժի ցանկացած բան եւ հենց գնա այն տարբերակով, որը ծնողը չի ուզում։ Այո։ Դա շատ հաճախ երևի հանդիպող բան է։ Իսկ այդ մոտիվացիան ինչպես առաջացնել ուսման նկատմամբ կամ վերարթնացնել, եթե նա նշում է, որ լավ էր սովորում եւ սիրահարվել է ու կորցրել է մոտիվացիան։ Ձեր դպրոցում պիտի որ շատ լավ հաջողվի դա ձեզ, մի քիչ կիսվեք ձեր գաղտնիքներով։ Ինչպես նախորդ հարցի ժամանակ էլ ասեցիք, որ բոլոր լավ սովորողներն են, հետեւաբար կարծիք կա, որ խնդիրներ չեն առաջանում լավ սովորողների մոտ, ապա դա շատ թյուր կարծիք է, բոլորի մոտ խնդիրներ առաջանում են, նաև լավ սովորողների մոտ էլ կարող են լավ խնդիրներ առաջանալ, այո։ Եվ
տվյալ պարագայում պետք է դա դիտարկել որպես ժամանակավոր երևույթ, որովհետև տարիքը պահանջում է եւ մեր դպրոցին էլ այդպես, այո, երեխաները նոր մարդկանց հետ են ծանոթանում, նոր հետաքրքրության տեր հասակակիցների հետ եւ նոր հետաքրքրություններ նրանց մոտ առաջանում, նոր խմբեր են ձևավորվում, իրենք սկսում են իրենց ուսումնասիրել, քանի որ դիմացինի միջոցով իրանք նաև իրենց են հասկանում։ Այդ process-ը շատ հետաքրքիր է անձի համար, իր զարգացման համար։ Իսկ ծնողները շատ մտահոգ են, քանի որ դա արդեն ավագ դպրոցն է, այն տարիքը, որ իրանք պետք է լուրջ վերաբերվեն ուսումնական գործընթացին, մասնագիտական ընտրության կողմնորոշում իրականացնեն, բայց այդ մտավախությունները, եթե ծնողը դիտարկի այստեղ եւ հիմա մտավախությունները, իրենք բարդ խնդիրների չեն վերաձևակերպվի, իսկ եթե ծնողը արդեն դիտարկում է ապագայի խնդիր, բնականաբար դրանք կդառնան ապագայի խնդիրներ, քանի որ ինքը այդ ընկալումից ելնելով արձագանքում է երեխայի խնդիրներին։ Ահա թե ինչու են խնդիրները դժվարանում մեր կյանքում, բարդանում, թե ծնողի, թե երեխայի ապագայի զարգացման վրա ազդում։ Այո, Սոնանժ, բայց այնուամենայնիվ կարող են փաստորեն լինել իրավիճակներ, որ այդ ժամանակավոր բնույթը կրեն, ասենք թե այդ գերակտիվությունը, ագրեսիվությունը եւ այլն կամ պարփակված լինելու տարբերակը, հա, երեխայի մոտ եւ նա գոնե 21 տարեկանից հետո նորից վերադառնա նորմալ հարաբերություններին, բայց հնարավոր են նաեւ տարբերակներ, երբ հենց այդ շրջանում ինչ որ որակներ ձևավորվեն, չէ՞, մարդու մեջ, այսինքն նա հասկանա, որ եթե ես գոռում եմ, ագրեսիվ եմ եւ նրանք չընդունի այն փաստը, որ ծնողը հանդուրժում է այդ ամենը, որովհետև գիտի, որ սա ժամանակավոր է եւ պետք է փայփայի դեռահասության գաղափարը մինչեւ անցնի։ Հնարավոր է, որ դա չարաշահվի կամ հետո դառնա ուղղակի նրա բնավորության, խառնվածքի գծի առանձնահատկություն։ Իհարկե կարող է նաեւ չարաշահվի, կրկին ամեն ինչ կախված է երկստեք փոխհամագործակցության զարգացումից, որովհետև մշտապես կա ազդակ եւ կա դրան ռեակցիա, այսինքն երբ որ ծնողը ինչպես կգնահատի, ինչպես կարձագանքի, այդ դրան համապատասխան արձագանք կստանա դեռահասի կողմից եւ հակառակը դեռահասի արձագանքին, ինչ որ վարքի դրսևորմանը կստանա համապատասխան արձագանք ծնողի կողմից։ Սակայն տվյալ պարագայում, եթե մենք վերանում ենք նրանից, որ մենք խիստ տարբեր մարդիկ ենք, այլ մենք նույն մարդիկ ենք եւ իմացած երեխան ոչ միտեղ չի կորել, ուղղակի ինքը մեծանում է, ինքը նորովի իրեն է ճանաչում եւ այդ process-ը շատ դժվար է իր համար, ցավագին է անգամ իր համար, այդ ամենը հասկանալով շատ նուրբ մոտենանք այդ գործընթացին, մենք կարողանանք օգտակար լինել երեխաներին, դեռահասներին։ Միշտ դեռահասներին համեմատում են խխունջների հետ շատ դեպքերում, որովհետև շատ խոցելի տարիք է եւ երբ որ խխունջը փոխում է իր խեցին, ինքը շատ խոցելի է դառնում ու կարող է հպվել ինչ որ միտեղ ու սպիեր առաջանան։ Այո։ Կառաջանա հետո այդ խխունջը, իսկ սպին կմնա իր մարմնի վրա, այսինքն դեռահասության տարիքը զուգահեռ տանելով, նմանեցնելով խխունջին, որը որ շատ խոցելի է դառնում են պահին, երբ որ ինքը իր խեցին հանել է հին ու նորը պետք է ընդունի, դեռահասը կարող է շատ խոցվի մեծահասակների արձագանքից, վերաբերմունքից եւ խորքային խնդիր թողնելով իր համար տանի իր տարիքի հետ։ Կարող է հեռվանա շատ ծնողներից, կարող է հակառակը ուղղակի լռի եւ չխոսի այդ մասին։ Լավ է, երբ որ գոյություն ունի երկխոսություն եւ հարգանք։ Երբ որ ծնողը ցանկանում է ստանալ հարգանք իր երեխայի կողմից, ինքը պետք է այդ հարգանքը տա, որպեսզի ստանա հարգանք։ Երբ որ ինքը տալիս է կամակորություն, երբ որ տալիս է սեփական կարծիք, ինքը մշտապես կստանա այլ սեփական կարծիք, որը մշտապես իրենի հետ բնականաբար տրամաբանորեն կբերի բախումների, այո։ Թելադրելով սեփական կարծիքը մենք երեխային սովորեցնում ենք, որ ինքը կարող է թելադրել սեփական կարծիք։ Հարգելով հասկանալով երեխային մենք փոխանցում ենք իրեն, որ կարող ենք հարգել եւ հասկանալ իրեն։ Ինչն էլ ինքն է սովորում, որ դիմացինին պետք է հասկանալ, հարգել եւ լսել այդ կարծիքը, որպեսզի դրանից հետո դրա հիման վրա կարողանալ ստեղծել մեկ այլ երրորդ կարծիք, ինչը շատ դեպքերում հոգեբանները խորհուրդ են տալիս մեծահասակներին, ծնողներին մշտապես լինել երկխոսության մեջ, ընդունել երեխայի կարծիքը, լսել
իր ասածներին, զգալ այն զգացողությունները, հույզերը, որը իրենք են ապրում, ցույց տալ հետաքրքրվածություն իրենց հուզական աշխարհի հանդեպ, հարգել իրենց հետաքրքրությունները, նախասիրությունները, հետաքրքրվել իրենց ընկերներով, չքննադատել, ուղղակի ընդունել այդպիսին, ինչպիսին կան, որը կբերի նրան, որ երեխան կսովորի, որ դիմացը կարող է ունենալ այլ կարծիք։ Եթե ուղղակի ընդունում են, դաստիարակության հարցը չի մնում երկրորդ պլանում, ասենք թե ուղղակի ընդունում եմ, որ դու տղա ջան ուզում ես թմրանյութ օգտագործել, օրինակ թմրանյութի պարագան իհարկե դա ծայրահեղ օրինակ է, բայց հնարավոր է նաև այլ, ասենք ընդունում ենք ոչ թե այն, որ ինքը թմրամոլությամբ է զբաղվում, թմրանյութերը ընտրել, այլ ընդունում ենք այն, որ ինքը իրեն շատ վատ է զգում, ինչ որ մի բան իրեն այս կյանքում չի բավարարում, չի գտնում այն, ինչը իր անձին, իր հոգուն կբավարարեր եւ գտել է այս տարբերակը, որը վնաս է իր առողջությանը եւ բնականաբար ոչ մի ծնող չի ցանկանում վնաս պատճառել իր երեխայի առողջությանը եւ մշտապես ուշիմ է, որպեսզի զերծ պահի նմանատիպ ծայրահեղ քայլերից։ Ընդունելով այն, որ երեխային կարող է վատ զգալ, որ ինքը հնարավոր է մենակ է, որ ոչ մի ձև, ոչ մի հետաքրքրություն չի բավարարում այն բանը, որ տալիս է իրեն թմրանյութը, տալիս ենք իրեն այն միտքը, որ մենք հասկանում ենք, որ այո ինքը ընտրել է եւ դա սխալ ճանապարհ է ըստ ծնողի կարծիքի, որովհետեւ հիմնավորում է բնականաբար բերում այն պատճառները, ինչու են դրանք անընդունելի, որին կտանի, ինչու են անընդունելի ծնողի համար եւ դրանից հետո էլի կայանում է երկխոսություն, որտեղ կա փող համաձայնություն, փող հարգանք, որը ավելի կօգնի նրան հետ պահել նման ընտրությունից։ Հասկանալի է։ Սոլանժ, մեկ հարց էլ ընթերցեմ հեռուստադիտողների գրածներից, որ ես առանձնացրել եմ, իրար նման հարցեր են մնացել երկուսը, հենց տղաս դարձավ 15 տարեկան, կարծես ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ, երեխասում սիրում էինք նայել մեզ, դարձավ ագրեսիվ, ասում է ոչ մեկին չի ուզում տեսնել, ոչ մեկին չի ուզում լսել, ընկերների հետ է ժամանակ անցկացնում, միթե ծնողը երեխայի թշնամին է եւ միթե նա իրավունք չունի ուղղորդել 15 տարեկան տղային այս կամ այն հարցում, կարծում եմ դուք այս հարցին պատասխանեցիք արդեն եւ վերջինը ասում է մենք նախապատրաստվում ենք ընդունելության քննությունների եւ ամեն օր նկատվում է, որ տղայիս լարվածությունը նույնիսկ ֆիզիկապես է արտահայտվում արդեն, երբ հյուր ենք ունենում տանը, նա իր սենյակից անգամ դուրս չի գալիս, անընդհատ պարապում է, խնդրում եմ ասեք, դա ժամանակավոր երևույթ կլինի, թե հնարավոր է այդպես էլ կտրվի կապը մեր եւ երեխայի միջև։ Սա երևի ամենահանդուրժող ծնողներից մեկն է։ Վերջին հարցը բնականաբար պատասխանեմ դրան, որ բնականաբար դա ժամանակավոր բնույթ է եւ իրենք չեն կորցնում իրենց երեխային, չեն իրենք այդ կապը եւ երկխոսությունը կվերականգնվի բնականաբար, սա երեխայի համար, այո, երեխայի համար ըստ երևույթի շատ կարևոր շրջան է եւ որպեսզի ինքը համապատասխանի իր սպասելիքին, ինքը գերադասում է ավելի շատ ժամանակ ծախսել իր գրքերի հետ, որպեսզի կարողանա լավ արդյունքներ ունենալ եւ հնարավոր է ծնողի սպասումներն էլ են այդպիսինը, որը որ դրդում է նրան, որ ինքը եւ իր սպասելիքներին համապատասխանելին եւ ծնողների սպասելիքները արդարացնի, այդ պատճառով շատ ավելի կենտրոնացել է իր գրքերի եւ քննությունների վրա, որը որ ժամանակավոր է։ Իսկ այն, որ այս տարիքում նախընտրում են շփումը հասակակիցների հետ եւ հեռվանում ծնողներից, դեռ չի նշանակում, որ իրենք հեռվացան կամ չեն սիրում ու չեն հարգում իրենց ծնողներին, չէ, իրենք շատ սիրում են, շատ կարիք ունեն ծնողների, նրանց աջակցության, հավանության, այլ ոչ թե քննադատության ուղղակի, իսկ սերը մշտապես մնում է իրենց։ Իսկապես հավատալ բոլոր ծնողները եւ բոլոր մեծահասակները, որ իրանք շատ մեծ դեր ունեն ու մեծ կարիք ունեն հատկապես այս տարիքում իրենց երեխաների համար։ Այո, շատ շնորհակալ եմ Սոլանժ, իդեպ այս վերջին օրերին մի տեսանյութ էի դիտում ինտերնետում, պատահաբար անցորդներին, պատահական անցորդներին ասում են զանգահարեք ձեր ծնողներին եւ ասեք, որ սիրում եք նրանց եւ հիմնականում երիտասարդներ էին, նոր դեռահասության փուլն անցած տղաներ եւ աղջիկներ, ծնողներից շատերն ասում էին, ինչ է պատահել, ինչ որ բան ես ուզում, ինչ պետք է գնեմ քեզ համար, որ սերես խոստովանում։ Հետաքրքիր ռեակցիաներ կային։ Շատ առանձնահատուկ է նաեւ, երբ որ դեռահասը ծնողին ասում է ես քեզ չեմ սիրում կամ ատում եմ, դա նույնն է, ինչ որ ինքը ասում է ես քեզ սիրում եմ։ Այդ նույն սիրո զգացմունքի արտահայտման ձևն է ուղղակի այդ տարիքում։ Հասկանալի է։ Շատ շնորհակալ եմ Սոլանժ, շատ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր մեր տաղավարում էր հոգեբան Սոլանժ Թամամյան,
Բաղդասարյանը մենք խոսում էինք դեռահասների հոգեբանության մասին եւ հուսամ այն ծնողները, ովքեր ուղարկել էին մեզ այս հարցերը, լսեցին իրենց հուզող հարցերի պատասխանները եւ մեկ ամփոփում Սոլանժի խոսքից, որ եթե տվյալ մարդը ձեր երեխան է, դա չի նշանակում, որ նա ձեր կլոնն է, նա առանձին մի մարդ է, առանձին անհատականություն, որին պետք է սիրել եւ հարգել, ինչը հաստատ լինելու է բումերանգի պես եւ վերադառնալու է նաեւ ձեզ եւ հարթելու է բոլոր խնդիրները։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել, հանդիպելու ենք վաղը, առողջ եղեք։